Մի հատ է տենց փոքր կոմպոնենտ կա, շատ մարդիկ ոնց որ իրանց հասուն տարիքում ինքնագիտակցության շնորհիվ են, հա, գալիս ինչ որ տարբեր որոշումներ իրենց կյանքում, այս դեպքում սպորտով զբաղվելուն շատ բնական է փոքր տարիքի երեխաները դրա մասին բացարձակ կարան գաղափար չունենան, ուստի այ քո ասածը ծնողների մասով, հա, ավելի բարձր սերնդի մարդկանց, եթե կարողանանք ներգրավենք, կարծում եմ պատանիներին շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար է կարևոր, որ Երևանի կենտրոնում հաճախ ինձ հարցում են հենց այս ստուդիայում Սերգեյն ու Նարեկը անցած անգամ վիճում էինք Սերգեյի հետ, ասում էր ինչն է պետք Երևանի կենտրոնում թենիսի դաշտ։ Տեսեք, ես Վանաձորում էի, որտեղ Հերիկ անունով մարզիչը կարողացել է 3 կորտ կառուցի ամենակենտրոնում քաղաքի ազատամարտիկների պուրակում։ Այո։ Ասում եմ, բա ո՞նց է աշակերտներ գտնում։ Ասում են, նայ կողքս 11 դպրոցն է, լուսամուտից երեխեքը տեսնում են, իջնում են, խաղում են։ Այս պուրակը, այստեղ քայլում են, զույգեր են, երեխեն, ասենք նույնիսկ հղի են, քայլում են, տեսնում են, խոսում ենք, բան, այսինքն այդ քաղաքի կենտրոնում լինելը շատ կարևոր է, որ ինքը գովազդ է, թենիսի գովազդ է, որ երեխեքը անցնեն, քայլեն, տեսնեն։ Նյու Յորքի Central Park-ում երևի 30 հատ կորտ կա, որը քաղաքի կենտրոնն է, որտեղ ամեն մի ծառը հենց այնպես չի աճում, չէ՞, բավականին խիստ է ամեն ինչ։ Գլենդելում, ես Գլենդելում որ ապրում էի, այնտեղ եթե սխալ չասեմ, երևի մի 30 կորտ կա։ Անվճար մեծ մասը։ Նույնիսկ եթե դա որևէ ակումբի է պատկանում, իրենք ստիպում են որ ցերեկը մինչև 3-ը էլի անվճար լինի։ Բնակչությունը Գլենդելում 200,000։ Համեմատություն անենք, 30 կորտ կա ամբողջ Հայաստանում ու մի փոքր քաղաքում Ամերիկայում։ Գլենդելում 30 կորտ, Բրբանքում մի 30 կորտ, կողքն ասենք 5 րոպեա մեքենայով, այսինքն Լոս Անջելեսում ընդհանուր կարող է լինի մի քանի հազար կորտ։ Հա, մեր կարևոր որոշում կայացնող մարմիններին ու մարդկանց էլ սա շատ կարևոր է իմանալ, որ ցանկացած բնակելի հատվածում սպորտային, թենիսային չասենք, հա, այտենց ինֆրաստրուկտուրաները կարևոր չեն, պարտադիր են երևի։